Շատ սիրելիներ, քույրեր եւ եղբայրներ կբարևեմ ձեզ եւ որ սիրելիներ կսեմ Քրիստոսի ընտանիք Հիսուսի հետևորդներ, զավակներ, քույրեր եւ եղբայրներ մենք ընտանիք ենք, չէ՞։ Եվ քանի որ դերը կստիրենք, մտիկ կնենք իր խոսքերը, գուզենք սորվիլ եւ դերը մեր մեջ հadoop ծարավ գտնե, փափակ գտնե, ավելի եւ ավելի ճանչնալու իր խոսքերը, ավելի լուսապանվելու, ավելի գիտնալու եւ մեր հավատքի կյանքին մեջ, աստծո թակավորության մեջ ավելի արժեվ երթալու։ Ամեն այսօր դարձյալ երկրորդ անգամն է որ Հովիվ Դավիթին հետ միասին պիտի շարունակենք մերին ասենք մեկ մերին զրույցը անցած շաբաթ դուք լսեցիք իր վկայությունը լսեցիք Սուրբ Օքի բարգեւներու մասին եւ Սուրբ Օքին ուր որ մեզի առաջնորդեց մտանք ելանք եւ հարցումներով պատասխաներով ցեզի ծարայեցինք այսօր բայց կգետրոնանանք օծումի մասին որովհետեւ շատ մարդիկ կան ավելի կուզեն հասկանալ որ ինչ է օծումը ինչու համար կարևոր է ինչպես կաշխատի ուրեմն ազնուտը քեզի համար է եթե ազնուտը քեզի կհետաքրքրե ուրեմն դերոջ մենք խնդրե վարգյամը որ դերը քու սիրտդ փանա եւ միտքդ փանա անչադվիս ամեն նույնիսկ հարցումներ որ ունիս նույնիսկ որ մդիկ ըրած ադենը տագավին չստացար անոր պատասխանը համբերե եւ դերը քեզի պիտի տա ամեն բարի եկածես Հովիվ Դավիթ ուրախ Ամեն։ եմ շատ շնորհակալ եմ առիթը պիտի դամ հիմա քեզի խոսելու խնդավար եմ շնորհակալ եմ իմ Հայաստանի ժամերով դարբեր են հիշեցնեմ որ Դավիթ Մաչուլյան կյանքի աղբյուր եկեղեցի մեջ Հայաստան հովի մնե եւ գծարայ է ինչպես էր ծեր շաբաթը Շատ լավ էր, շատ լավ էր։ Անցյալ անգամ մնեմ իջե հիմա, մեզ ուրախությամբ կսպասեինք եւ այսօր պիտի շարունակենք բարգազո եւ ուրախ եմ ցեզ ելեմ այսօր։ Ամեն, Փարքասազո։ Ուրեմն ես պիտի անցնեմ իմ հարցումներուս, Ừm, հարցումս անիկա է, որ ինչ է օձումը, որովհետև երկու համարներ կան, որ գուզեմ ավելի հստակացնել ժողովրդին բոլորիս համար։ Երկրորդ Կորինթացիս առաջին գլուխ 21-22-ի մեջ կսե Աստված Քրիստոսով օձեց եւ հաստատեց մեզ։ Իսկ եթե առնենք Եսայա 61 կամ Ղուկաս 4-րդ գլուխ 18-ին 19 նույն համարին վրա գխոսի գսե Աստծո հոգին իմ վրաս է որովհետև դերը ինձի օծեց ուրեմն նույն օծումին մասին գխոսի Օձումը գուկա օձյալեն, ասիգա մի կերնիկ պիտի բայեք, օձումը գուկա օձյալեն, օձությունը իր մեգուկա։ Հետևաբար, եւ որ օձյալը, որ 5 դագարանի մեջ ամեն մեկուն մեջը չէր, ոչ ալ մեկուն մեջ ուներ, մեկը մարդոց վրա է, մարգարեներու վրա գուկար, եւ իրենք օձվեին, հատուկ կորզի համար։ Նոր գդագարանի մեջ Քրիստոսով, որ խաչին վրա բարձրացավ եւ հարություն արավ, եւ հիմա այլևս մենք Քրիստոսով դարձանք տաճարներ Սուրբ Օքիին, Սուրբ Օքիեն հոսող օծությունը այլևս իմ մեջս է, որովհետև Սուրբ Օքի մեջս կաբրի, օծյալը մեջս է, հետևաբար օծությունը մեջս է։ Աստված նոր բիդի չի դապամը, Աստված խաչին վրա արդեն ամեն խոստում այո եւ ամեն դարձուց։ Հետևաբար ամենս մեջ է որ Աստծո կողքու application դասնի որ եւ Աստված նոր ժողովը գումարե եւ մտածե եթե քեզի օծություն մի դիկա կամ ոչ, այդպես չէ։ Աստված խաչին վրա արդեն գնքեց իր արյունը ամեն բան քնեց, որ մեր փրկության հետ կապված է, գործին հետ կապված է եւ ամեն ինչ հետեւաբար է որ Հիսուս բարձրացավ եւ գսե բարգևներ փաշխեց ապոչ եկեղեցին։ Հետևաբար եթե դու եկեղեցի մեջն ես եւ Քրիստոսի անդամ ես, մարմինին անդամ ես, այսինքն սիրտդ նվիրած ես, կյանքդ նվիրած ես Հիսուսի, իսկապես անգելծ ապաշխարություն է, Հիսուսին հետևողն ես դու։ Հետևաբար Սուրբ Օքի մեջդ կաբրի եւ օծությունը արդեն մեջդ է։ Եվ հարցումը ան չէ, եթե որ ես հիմա Հիսուսի գեդերիմ օծությունը ինձ նոր պիտի կա կամ ոչ, որովհետեւ օծությունը մեջս է Քրիստոսի հետևելուց պատճառով, հետևաբար ես պիտի չանամ աշխատիլ օծությունը իմ կյանքից մեջ ավելցնել։ Նման լրիվ ուրիշ բան է, որը բادرազմ ուրիշ է։ Եթե դու գարձես, որ չունիս եւ պիտի խնդրես, որ նոր դրվի քեզի, դու նոր գդագարանի կոնցեպտը կամ նոր գդագարանի խորհուրդը դակավին լրիվ չես հասկացած, որ նոր գդագարանով ամեն ինչ դրվեցավ քեզի։ Ադե նոր ուխտը, որուն համար Քրիստոս մինչև նույնիսկ խաչ բարձրացավ եւ հարություն արավ։ Հետևաբար, ես պետք ունիմ ճանչնամ իմ ունեցածս եւ հավատքով ունդեն սկսեմ ոչ թե լման սկիզբեն խնդրեմ Աստծուց մե, որովհետեւ պիտի խնդրես Աստծուց մե, Աստված քեզ գիտե արդեն դվերեմ քեզի։ Նամոն կես բարձեն։
Պենտեկոստեի օրը ադվեսը սկսավ արդեն, Տեր Հիսուսը նախքան երթակ, սպասեցեք մինչև որ խոստումը ստանաք, հետևաբար Սուրբ Հոգին իջավ, իրենց վրա զորություն հանգեցավ, որ օդություններ լեզուներով սկսան խոսել եւ այդպես արձակվեցավ եկեղեցին։ Բարի։ Ես մեկ հատ ասե գտնամ բզիկ վկայությունը պատմել, շատ կարճ, ամփոփ։ Ես մեկ անգամ բավական առաջ, խոսում տարիներ առաջ, աղոթքի բարձրացա, մի քանի օրվա աղոթքի եւ Աստուծո գաղութը եւ գսեի դեր, ես աստծեն վար պիտի չիջնեմ, մինչ որ ինձի փոզես։ Հետևաբար իմ մտածելակերպս ինչ էր, ես թեր պետք ունիմ ստանալու ավելին, կամ պետք ունիմ ստանալ թեր ավելին, մինչդեռ ամբողջ գիշերը աղոթ գրի, մինչև արդվա ժաներուն եւ ի վերջո քնացա, երազիս մեջ դերը եկավ եւ ինձ հետեւյալ բառերը ասավ եւ չեմ մոռնար։ Ինձ ասավ ինչու համար կգրվիս, անիմա համար որ արդեն ունիս։ Եվ ասկա ինձ համար դարունակ էր, որովհետև լման միտքը ելնելուս արդեն այն էր, որ նոր պիտի ստանամ փամը։ Միշտեր ես դեռ հայտնությունը չունեի այդ օրերում, որ նոր գդագարանով Քրիստոսի խաչելությունով եւ խարությունով ինձի դվեր է ամեն բան, ես բեք չունիմ խնդրելու, ես բեք ունիմ հավատալու իմ նոր ինքնությունս Քրիստոսով եւ հոնդերենս սկսի իմ քեդինս ադի պետք է լինի, անդեղեն պետք է սկսի իմ ճամփորդությունս հոգեվոր կյանքի մեջ։ Դրա նոր բան պիտի չստանաս։ Օծությունը գուկա Սուրբ Հոգին եւ այդ որ Սուրբ Հոգին իմ մեջս կապրի, օծությունը արդեն իմ մեջս է։ Հարցումը այն է, թե ինչպես օծությունը գնա ավելնալ իմ կյանքիս մեջ։ Հոնե։ Եվ գնան գուզես այդ գոմեն ավելի երթալ։ Այո, Օրինակ, ասպես խոսենք, օծությունը ինչու համար կարևոր է։ Որով հարցումներ գա գարցվի, որ բռնամ ես քրիստոնեալալ առանց օծության։ Technically, այո, գնաս քրիստոնեալալ, բայց քիչ խեղճ քրիստոնյա դիտելաս, որովհետև առանց օծության զենք չունիս գրվելու ճշնամին թեմ։ Եվ եթե ոչ քու կյանքիդ համար օգտակար բան պիտի կարենաս անել, ոչ ալբի կարենաս ուրիշին կյանքի մեջ օծությունը փոխանցելով իրենց կյանքի մեջ փոփոխություն տեսնել, ապա մի անգրոմ պիտի սորվի մարտարարած։ Եվ ադիգա քիչ դժբախտություն է։ Անորոշ օրինակ Տեր Հիսուս եթե կարևոր չի տեսներ օծությունը, կորզարակելոց քիրքը բնավ պիտի չունենայինք մենք այսօր։ Նման կորզարակելոց քիրքը սկսավ եւ մինչեւ չի վերջացավ, ամեն չի գա կորզարակելոցը, դակավի մինչեւ այսօր գարձես կշարունակվի, անի չի վերջացուց գարձես կորզարակելոցը, բայց սկսավ եւ որ եկեցին սուրբ հոգիով օծվեցավ, օծությունը ստացավ եւ արձակվեցավ, այդպես սկսավ եկեցին։ Եվ իսկական եկեցին այդ եկեցին է, որ սուրբ հոգին հետ կգալե օծությունը գա իր կյանքի մեջ եւ երթա։ Ասի սեր չէ, անպայմանորեն, եթե մեկը օծությունը հանգարց ունի իր կյանքի մեջ, կամ ասեմ դակավին ինքը ադոր մեջ օպերեյշներ կամ չաշխատիր, ասել չէ որ երկինք չէր տարգոր, եթե դու իսկապես Հիսուս կհավատաս եւ ընդուներես եւ կթավանիս Հիսուս Քրիստոս, վստահ երկինք դերտաս, բայց եւ այնպես խեղճ դիլաս տշնամին աչև զենք պիչունենաս որ գրվիս իր թեմը եւ ոչ ալի կարողանաս ազո կորձնել երկրի վրա ինչպես որ ինքը իր աշակերտներուն թելաթրեց նույնպես մեզի ալբուկանի խոսքի եւ բادرերը մի սկսի ծարայության նախ կանտուն սուրբ ոգիով օծվիս զորությունը ստանաս որովհետեւ վկասելաս անորոշ օծությունը շատ կարեւոր է օծությունը գուկա որովհետեւ քեզի ինքնավստահ կերպնական զավակ դարձնե քրիստոնյա դարձնե առանց օծության համարցակ չես լար վախկոտ կմնաս եւ չես ունենալ կարողությունը կերպնական գործեր ունելու որովհետեւ օծությունն է որ պիտի նա դիգա սուրբ ոգին գործակցությունը ինքն է որ պիտի բերե օծությունն է որ գուքա նպատակով օծությունը գուքա գործը ամբողջացնելու բամը որ եթե ուրիշին համար ասենք գաբանք էր կամ հիվանդություն էր կամ մոլություն էր ինչ որալ է օծությունը գուքա գսե գդրե մարդուն վրային գաբանքը հետեւաբար օծությունը պիտի կարդինե օծությունը մարդոց կյանքը կփոխե եւ ամենալավագույն օրինակը մեզ համար Հիսուս Քրիստոս է որ առանց օծության կնից ծառայություն չրավ այսինքն իր ծառայությունը սկսավ եւ որ ճուրոմը գրդվեցավ ճուրեն ելավ գսե սուրբ ոգին վրան հանգչեցավ եւ այդպես անաբատ գնաց որսվեցավ անգերքը արդեն սկսավ իր ծառայությունը հրաշքները սկսավ հետեւաբար ճիշտ բաժարով որ Տեր Հիսուս գսե սուրբ ոգին վրասե որովհետեւ ես օծվեցա այսինքն առանց սուրբ ոգին օծություն չի գա սուրբ ոգին պիտի գա որովհետեւ օծությունը սկսի հոսի իր մե օծիալեն պիտի գա քո կյանքիդ մեջ Տեր Հիսուս իր աստվածությունով գործ չրավ իր փառքը մեկ կողմ թրավ
եւ իբրև մարդ աշխարհի մեջ մեզի իբրև օրինակ ցույց տվավ ինչպես պիտի ապրենք Սուրբ Ոգիով։ Ինքը ինքնությամբ Աստված է, բայց իր զորությունն ու փառքը մեկ գոմ դրավ Սուրբ Ոգիով վրավ, ինչ որ վրավ։ ամեն հոս Հետո կուզեմ մի մենք նույն հարցում օրինակով իրական։ Այ այո ինչպես որ Կորինթոսի մեջ կոծեց եւ հաստատեց մարդիկ կան որոնք օրինակի համար կապաշխարեն կանտրատարնան որ իրենք ասենք թե Հիսուսի հետ պիտի քալեն իրենց կյանքեն ցանցրացած են զզված են իրենց մեղքերեն կուզեն նոր կյանք սկսել իրենց քալի կորերուն մեջ իրենց կյանքը գծցնե որ նույն այդ մեղքերը չեն ներ վաքսեցուցած են թեթևացած են իսկ եւ բնականաբար Սուրբ ոգին մեջ է կբնակի իսկ երբ որ Սուրբ ոգիով կմգրդվի անձը ամեն մեկ անձ որ Սուրբ ոգիով կմգրդվի գարձեմ ամիջապես կսկսի լեզուներով խոսիլ թե ոչ ադիգա հաջորդ ստեպն է ամեն բաները դեսած ենք մարդիկ, որոնք այն վարյան են, որ օծությունը հանգչած է արդեն լեզուներով սկսեն խոսիլ, դեսած ենք ուրիշներ, որոնք ավելի այսպես գրաֆը գամած սկսած է եւ ի վերջո այլևս բացված է։ Միակ անցերուն մեջ որ չենք տեսած լեզուները խոսին, անա որովհետեւ իրենք ուղագի նախանցախնդրությամբ չեն փնտրած լեզուները ասելով կամ որոշ ուրիշ ինչպես անցյալ կամ խոսենք նորեն այո ամեն բաներու մեջ չմտնենք, բայց այո որոշ արգելքներ կա որուն պատճառով։ Բայց այլևս երկուքը տեսած ենք։ Նոր գտագանի մեջ ուղագի կտեսնենք։ Օզությունը գանչեր կամ Սուրբ ոգին գանչեր, արդեն լեզուներով կսկսեն խոսել։ Բայց նույն ադեմ միջև այսօր ալ կտեսնենք մյուս տարբերակնալ, որ գամած սկսած են։ Խնդիրը Աստված չէ, որովհետև Աստված եւ որ Սուրբ ոգին հանգչի արդեն բարգեւը հետուկա, լեզուները հետուկա, սակայն խնդիրը ավելի մեր կողմն է, որքան կփածվենք, որքան կհանձնվենք, որքան մտերիմ կդառնանք եւ վստահենք Սուրբ ոգին, որ մեր լեզուն ինքը շարժ է եւ սկսենք ամեն խոսել լեզուներ։ ամեն եւ դեռ երազիտ մեջ հսավ արդեն ինչու բամը կխնդրես երբ որ արդեն ունիս անդրադարձար ադիկա հավատացիր եւ ինչպես օրինակի համար սկսար ճանչնալ որ իսկապես օծումը կաշխատի վրատ Այո։ Եվ նման թիրքը կփոխվի, որովհետև փոխանակ խնդրողական թիրքի վրա ալաս եւ շատ անգամ ադիգա գնա քեզի մուրացկանի վես դարձնել աղոթներուտ մեջ հաջիս դուր այլևս թիրքը կփոխվի եւ օֆենսիվ կդառնա թշնամիին թեմ փոխանակ դիֆենսիվ օֆենսիվ կդառնաս որով գիտես ունիս գհավադաս խոսքին ու խոսքով գշարժիս եւ գսկսես հրճագել ինքնություն ճանչնալով Քրիստոսի մեջ հրճագում գլա օֆենս կսկսի ելալ հարցագում գլա թշնամիին թեմ որովհետև գիտես ազո խոսքը դված է քեզի նոր բիդի չի դա լման թիրքը կփոխվի եթե ես գիտնամ չունիմ բիդի մուրամ կամ բիդի խնդրեմ բայց եթե գիտնամ ունիմ բիդի գիտնամ ինչպես պիտի կորձազեմ գիտնամ ինչպես կորձազեմ ադո բդուղները կսկսին տեսնել շատ բարձ է իրականության մեջ մենք մարդս է որ կփարթացնենք խնդիրը բայց իրականության մեջ ավետարանը շատ բարձ է գսե Բոս Արաքյալ գսե ավետարանի բարձրութենեն դուրս մի էլ է գսե եւ մենք ենք որ կփարթացնենք խնդիրը հետեւաբար եթե օծությունը արդեն իմ մեջս է ես ուրեմն հաջորդ հարցում դարձնեմ ինչպես օծությունը գնամ ճանչնալ իմ մեջս եւ ինչպես գնամ կորզածել ինչպես գնա ավելնալ օծությունը իմ կյանքի մեջ որովհետեւ մենք տեսած ենք ամեն տեսակ օծության լեվելներ բարերու ընթացքին պատմության մեջ միջև այսօր ալ եթե բոլորս ունենք օծությունը ինչ համար բոլորին հետ ասենք չենք տեսնել որ նույն տեսակի զորավոր ծառայություն ասենք որովհետեւ ամեն մարդ մեկ լեվելի մեջ է մեկ հանգրվանի մեջ է իր աճման մեջ եւ ամենակարևոր բանը որ պետք է մի կբահես օծության հետ կապված օծությունը ֆորմուլա չէ օծությունը Աստծո հետ մտերմություն է ասի արցանքրե սրդիտ մեջ օծությունը ֆորմուլա չէ 1 2 3 մը չէ որ գրնաս ասենք եթե Դավիթը 1 2 3-ը հրած է եւ եթե ես աս 1 2 3-ը անեմ ուրեմն ես ալ նույնպես պիտի նո այդպես չէ որով դու չես կնար իմ օծությունս կոպինել չես կնար իմ օծությունս հակվիլ չես կնար իմ գոշիգս հակվիլ որովհետեւ քու ոտքի չափը եւ իմ ոտքիս չափը դարբեր են հավանաբար պիտի չմտնե քեզի գամալ հավանաբար քեզի շատ մեծ պիտի լա որովհետեւ ոտքի չափը դարբեր է նույնպես է օծությունը եթե ֆորմուլա լար գաղաբարի մեջ պիտի տնեինք ասի Սուրբ ոգին հետ շատ բեկ պիտի ունենային կամ ավելի շատ Սուրբ ոգին հետ մտերմություն ալ բեկ պիտի ունենային որովհետեւ գաղաբարի մեջ դրիր ֆաբրիկի մեջ դրիր գազես 1 2 3 մեքենայի պես կաշխատի որ բայց այդպես չի կարելի Անակ 5 դարանի մեջ շատ օրինակներ ունենք, բայց մեկ օրինակները մեկը որ հստակ ցույց կտաս մեկը Դավիթ
Սավուղին զրահներով պատերազմի չիչավ Է, գողիաթին թեմ, չի գրծավ իր զրահը հակին, բայց իր բարսադիգով քնած, որովհետև իրեն օծություն ад մեկը սորվեցած էր։ Ինքը գիտեր բարսադիգը կործածել, բայց Սավուղին համար դարինա գրադագա։ Առանց զրահի, առանց սուրի, ինչպես պիտի ելնես գողիաթին թեմ։ Բայց մ, Դավիթը սավի դերոճմով, որովհետև ինքը դերոճմով փորձառություն շինած է, վարակույրին հետևը, Մինչ մեկը չէր տեսել, մեկը չէր գիտեր, Հովվա ձադեն ինքը արջի թեմա ելած է, արիզի թեմա ելած է, գիտե ինքը ինչպես իր բարսադիգը մի կորզած է։ Դա բարսավ աս անթլպատ փլշտացինա նույնպես ասված ինձ ցերկս պիտի դասավ։ Եվ գնաց միան 5 քարով եւ 5 քարիա վեճ ունեցավ։ Մեկ քարով իր հասակը բզդիգը լալով, բադանի լալով, ասոնց մե ովը մեկ կարևոր չէ, բայց որովհետև ինքը օծության մեջ մարզված էր։ Մեկ քարը ճիշտ կողյատին ճագադին զարգավ եւ իրեն քերին փրեց։ Վարգյանական էր ամեն պատմությունը։ Եվ օծությունը ադեսքն է, երբ տուն Աստծո հետ քու մդերմությունդ մշակես, քեզի պիտի դա քու բարսադիգդ, մ, որմով տուն կողյատներ քեդին պիտի չեցնես։ Եվ հավանաբար ուրիշներուն համար դարօրինակ պիտի լադիգա, որովհետև ուրիշը գիտե որ սուրով պետք է գրվիս, ուրիշը գիտե պետք է զրահ ունենաս, բայց որովհետև Աստծո հետ քալած ես տուն Աստված քեզի քու բարսադիգը տված է։ Եվ նույնպես ագդեսնես օրինակ Դավիթ Գոյաթին Բարսադիգով քեդին իջեցուց, բայց անգետ կը ամբողջ Իսրայելի ժողովրդին վրա չի բարդացրեց, որ բոլորը հիմա պետք է Բարսադիգը սորվին գործազել։ Տագարագը մեկը գար քեղարտով լավ էր։ Իր զորավարներու մասին երբ կխոսի կդեսնես այն մեկը իր բաժինի մեջ հերոս դարձած էր։ Այն մեկը իր բաժին ուներ։ So նույնպես է օծությունը չես կնար կոպինել։ Օծությունը միան գավելնա քու կյանքիդ մեջ ըստ քու մդերմությունդ Աստուծո հետ։ Անորոմար ամեն ինչ պիտնես, որ Աստուծո հետ քու մտերմությունը մշակվի իրականության մեջ եւ ինքնաբերաբար օծությունը քու կյանքիդ մեջ կսկսի ավելնալ։ Այո։ Հարցում ունիմ, ուրեմն, օքեյ, ասի որ օծումը գաղաբարի մեջ չենք կնարթանել, ամեն մեկուն դարբեր է, ամեն մեկը դարբեր հանքրվանները գանցնի, նույնիսկ որ առնենք երկու անձեր։ Երկու անձեր դերը կփնտրեն փափակունին եւ դերմության մեջ են, դերոճը մեջն են, հանցնված են Սուրբ Օքեին, բայց շատ երկու անձեր օծումը դարբեր ծևով աշխատի, որովհետեւ դերը ամեն մեկուն դարբեր գոչումը տված է, չէ՞։ Մгм. Կդեսնաս մեկը շատ ավելի դեր զինքը կգործածե, իսկ մյուսին ավելի նվազ կգործածե։ Կնաս բացատրությունը դալասոր մեջ։ Այո, նույն միտքն է։ Օրինակ, եւ որ քու մտերմությունը Աստուծո հետ մտերմանա եւ մշակվի, ինքնաբերաբար այլևս ծառայության դաշտի մեջ պիտի նկատես Աստված քեզի հadoop ծևերով պիտի սկսի ուղղել։ Եվ տուն մի տեսնես օզությունը ад ուղղությամբ քեզի գուղ է։ Օրինակ, գնա գիտության խոսքով քեզի առաջնորդ է, կամ գնա դեսիլքով, կամ գնա հրաշագործության կամ հավատքի բարգեւով քեզի լեցնե վարգանական, որովհետեւ տուն հadoop կորձերն ես։ Մեկ բան կա, որ կուզեմ ասոր վրա մեկը դասենք բզդիկ մանցնել։ Այո, գոչումներ կա, հնկյակ ծառայություններ կա, որ ասենք մարգարեն է, առաքյալն է, հովիվն է, ուսուցիչն է եւ ավետարանիչը աս 5 փոստեր կան, բայց եւ այնպես բարգևները Սուրբ Օքին, որ ինը բարգևներն են, ում մի սաման բաղեր թուն քեզի ասելով որ օրինակ իմ օծությունս, ասեմ չագերդյալ, իմ օծությունս ասենք միան բժշկություն է, բայց ես գիտության խոսքով չեմ ծառայել, ես հրաշագործություն չեմ անել, ես ասի իմ օծությունս չէ, ադա չեմ կնարսել, որովհետև շատ անգամ ասված քեզի դերեր բիտնե, որ ուրիշ մեկը չի գա, բացի թուն։ Եվ Մ, այդ վարյանին թուն պետքը, ինչ որեն է պետքը, ադիվիդինես, Սուրբ Օքին է դանշուշ։ Հետևաբար, եթե պետք է բժշկություն է, բժշկություն մի դելա, եթե պետք է մարգարեություն է, մարգարեություն մի դելա։ Անամա դու քեզ մի սահմանապահեր, բայց նորենալ գտեսնես ասված քեզի հadoop post-ի մեջ կամ օֆիսի մեջ գզարկացնի գնաս ավետարանի չլալ տուն եւ տուն կարոզես հազարներ սրդերնին գճմլվի եւ գաբաշխարեն կամ հովիվը գնացլալ կամ մարգարեն գնացլալ կամ նույնիսկ ասենք հadoop ցիրկերու հետ կապված գնա տուն երկելով օծությունը կփոխանցես, գնալ նվակելով օծությունը կփոխանցես։ Քանի գնաս նույն երկու նվակողներ բերել, երկու գիտարիստներ ասենք, մեկը շատ professional նվակող է, բայց օծություն չի գա։ Այո, հաջելի գլա իրեն լսելը, բայց ցանկ չի փոխվիր, բամը չի փոխվիր, դժգություն չլար։ Okay, բայց մենք կոմեն ունի ուրիշ գիտարիստը, որ գնալ լալական մասնակետը չէ կամ professional-ը չէ, բայց օծությունով գծարայ է, գտեսնես թևեր կփախչին։
Դավիթ ալանան գերոնա քնարը գնվակեր եւ քնարը նվակած ադենը գսե սավուին վրայի адար ոգին աղչեր գահանթարդեր սավուղ որովհետեւ Դավիթին նվակածը դարբեր էր քան ուրիշ քնար նվակողներուն որովհետեւ Դավիթ օզված էր եւ երբ ինքը նվակեր օզություն գոսեր ասի 16-րդ գլուխի մեջ կտեսնենք այդ թակավորած Հետևաբար այո դարբեր ծևերով գտրսևորվի բայց եւ այլս թում քեզ մի սահմանափակեր աս երկու բաներն նկատի առ օզությունը որքան կամ մդերմությունը դասո հետ որքան գաջի այդքան աստված քեզի կսկսի ավելի բարձրացնել հadoop թուրեր կսկսի բացվել եւ քեզի նույնիսկ նա մարդահրավերներով արժեվ տնե որուն արժեվ բիտ նկատես որ ուրիշը չի գա եւ թուն հավատքի քայլ վիդարնես եւ Պետրոսի նման նավագեն պիտի ցածկիս եւ ճուրին վրայեն պիտի սկսես քալել միշտ գնամ միս արաքյալները դեր նավագի մեջն են գնամ ու միկս բարձր Այո, so շատ հստակ։ Ետ քալով փունգետին, որ եթե օզություն իմ կյանքից մեջ պիտի ավելցնեմ, ավելի քան ադի ես պիտի գետրոնանամ իմ մդերմությունս Աստուծո հետ աջեցնեմ։ Որքան ես մդերին գլամ, Աստուծո հետ քալող գլամ, այնքան օզությունը պիտի ավելնա։ Եվ ասիկա գտեսնենք Եզեկիելի դեսիլքի մեջը 47-րդ գլուխ, ասե հրեշտակին հետ 1000 գանկուն քալեց։ Մա գարկմա աստվածապաններ հրեշտակը գսեն ադիգա հավանաբար Հիսուս էր 5 դագրանի մեջ, բայց անգախ էգամ չէ, քալեց հետը 1000 գանկուն եւ գսե ճուրը միջև քարշաբարներ, ասին իր ոտքին դագը ճուրը։ Աչուրը որ քահեն գոսեր, գսե դաջարի քահեն գոսեր։ 1000 գանկուն հետը քալեց եւ ճուրին քարշաբարը հասավ։ Հետո նորեն 1000 գանկուն եւս քալեց, գսե ճուրի ձունգերուն հասավ։ Հետո նորեն 1000 գանկուն եւս քալեց, ճուրը միջև մեջքին հասավ։ Եվ վերջավորության նորեն 1000 գանկուն քալեց, այլս հորթած կետ եղավ կարող չէր շարժել աչուրի մեջ, ադմիան ճուրին հոսանքով իր երթար եւ աչուրը ուր գերթար մերիալ ձողը գերթար, որում մեջը գսե ամեն թարնություն գթարմացներ, ասին ցանկը կբերեր։ So օծությունն է աչուրը որ կահեն գոսի, Աստուծո ներգայացնեն գոսի։ Ես որքան մոդենամ Աստուծո, այնքան պիտի տեսնեմ այդ օծությունը պիտի սկսի մսկալ։ Եվ որքան քալեմ Աստուծո հետ 1000 գանկուն, օծությունը պիտի ավելնա քաշաբարիս։ Որքան նորեն քալեմ Աստուծո հետ, մդերմանամ իր հետ, պիտի տեսնեմ հասավ ձունգիս, հետո մեջքիս, հետո հորթած կետ։ Եվ այդ հորթած կետի ծառայողներուն կյանքերն է որ մենք կտեսենք, որոնց կյանքերով կտեսնես մեծամեծ հրաշքներ գլա եւ կորձեր գլա, որովհետեւ ասոնք Աստուծո հետ քալած են, ասոնց կյանքերը մեկած սերդ է։ Եվ պիտի տեսնես ասոնց կյանքերը վարակյուրին հետև Աստուծո հետ ինչպես էին, Աստուծո հետ որքան մտերիմ էին, Աստուծո սազներուն մեջն էին, եւ հետեւաբար ինքնաբերաբար օզություն ավեցավ իրենց խոսքը դարբեր գել քան ուրիշին խոսքը, որովհետեւ Աստուծո հետ մտերմություն մշակված է։ Ամեն, Իցար եւ ամեն, այս է աղոթքի կյանք ունին, Աստուծո խոսքի մեջն են անգարելի է տեսնես մեկը որ ասկա մեծ Որթած կերի նման ծառայություն ունի, իր օծությունը ադպես կողոսի իր կյանքի մեջ եւ Աստուծո հետ մտերմություն ունի բնավ անգարելի է բայց ասում մեջ ամեկա բան մենայևս արցնեմ որով կարծեմ հարցումներն մեկը լալու է որ շատ անգամ կնկատենք մարդիկ որոնք մեծ ծառայողներ են եւ հանգարց կտեսնես մեծ սխալ մի եղավ այո, մարդիկ կկայտաղին անգե եւ հարց կտան ինչու համար այս մարդը որ ասկան հրաշներ, ասկան նշաններ, ասկան օծություն իր կյանքի մեջ կաշխատի եւ հանգարց այսպես մեծ սխալ մի եղավ եւ ուրեմն ամենը հավանաբար գեղձեր ինչեր կսկսի լալ եւ կայտախություն կսկսի լալ բայց այդպես չէ որովհետեւ Աստված երկարամիտ է կամ ավելի շիլագը համբերադար Աստված այո, է հետեւաբար շատ արիտ ու դա մեգում ապաշխարության համար եթե սավող թակավորին նման մեգումը արիտներ տվավ որովհետեւ ապաշխարե եւ չապաշխարեց ի վերջո օզությունը վրայեն վերցվեցավ եւ Դավիթին վրա թվեցավ Դավիթ որ օձյալն էր եւ օծությունով իր թակավորությունը վարեց եւ Աստուծո ծառայեց ինքնա սխալեցավ դերմը եւ սխալ կորզեց եւ ընտանիքի մեջ սուր մտավ կամ ասենք նույնիսկ նոր գդագային մեջ արագ մգաուդեր Հիսուս կբատմի գսե 10 հատ գույս կային 5 հատի հիմար էր 5 հատի իմաստուն եւ բոլորնա չահեր ունեին միան թե այդ իմաստունները իրենց հետ յուղ բերին էքստրա յուղ բերին իսկ հիմարները յուղ չի բերին So այդ լույսը որոշ ջամփամ իրենց դարավ անգետ իրենք պետք ունեին այլևս յուղի եւ նկատեցին որ չի գա յուղ մեջտեղ մնացին
Հացին իդ շուգա, որբեսի յուղ կնեն, բայց մյուս իմաստունները ունեին յուղ, ադու համար ավելի երկար գրցան երթալ եւ ի վերջո Աստծո ներկայության парքին հանդիպեցան իրենք ներս մտան քահին։ Միտքը ինչ է, որ այն վարգյանեն, որ թուն Աստծո հետ ու մդերմության հետ շեղվիս, ճիշտ հենց այդ վարգյանին չէ, որ ասենք օզությունը գտածրի, որովհետեւ Աստված արիտ ուդա որովհետեւ թունա աշխարհես, բայց եթե թուն երկար ադև այդպես շարունակես, դեմը պիտի ասնի այլևս յուղդ պիտի Պիտի վերջան։ վախսի, պիտի չորնա։ Ừm, Եվ ոնդեղ ուրիշ։ խնդիր պիտի ելնա, Ừm, ուշ պիտի ừm, ելնա։ Եվ հավանաբար վստահաբար թշնամին պիտի օգտվի անգե ừm, եւ ինչպես կսեն մեկ ավերված խնձոր 100-ը գավրե, 100 լավերը գավրե, հետեւաբար նույնպես կլա քայթաղություն կլա, բայց վերջագետը չէ այսպիսի մարդկանց, որ որոնք այսպեսի մեծ զարայություններ գնեն եւ կամ մեծ կամ ինչ չափով այլա իրենց զարայությունը եւ ասենք աստված գործազեր գո իրենց եւ հանգարզին կան վերջագետը չէ իրենց համար, որովհետեւ եթե աստված դեր իր ցերկը չէ լվացած մարդուն վրայեն ինքը դեր հույս ունի այդ վերագանքնելու այդ ոտքի էլ է Դավիթ ադես հրավ սուկրավ ձոմբահեց եւ ի վերջո Աստուծո այդ իր գաբը կդավ եւ Սամոսներում մեջ կդեսնես կսե դեր իմ Սուրբ ոգին ինձ մի առներ գսե չէ չսխալին է թե Սամոս 51-ն է իր ապաշխարության կամ խոստովանանքի Սամոսը որում մեջ իր սիրը բանա բայց իր լման գետրոնացում այն է որ Սուրբ ոգին ինձ մի առներ մային գդագրանի մեջ գառնվեր այս նոր գդագրանի մեջ ասված խաչով գնքեց այլևս չարներ Սուրբ ոգին քեզ բայց Սուրբ ոգին գնա դրդնի նոր գդագրանի մեջ Այսինքն հետեւաբար գամ արիթմն է, գրառ մարի այո, ասի արիթմն է, որ բոլոր adonk որոնք ինքնին կսկան, որ մեղավոր կսկան իրենց հանցանքներուն վրա, սխալներուն վրա, ըստ չէ որ օզումը գառնվի, պարզապես ապաշխարությունը, խոստովանությունը հոն ամեն բան կփոխվի։ Քանի որ Թավիթ թագավորի մասին կխոսենք, Պարքաստոկու կյանքի համարտունալ Թավիթես, երբ որ օծվեցավ Թավիթը, 15 տարի վերջ թագավոր եղավ։ Այդ Ա, 15 տարվա մեջ այդ օծումը ինչպես գրծավ բահել, ինչպես կործածեց։ Դավիթ թագավորին այսպես եմ ես մեկ անգամ երազ դեսա եւ դերը Պարզապես չեմ ուզեր ընդմիջել, ներողություն չեմ ուզեր, բայց նպատակս որ գուզեմ ասել, սեբենք թե դերը գոձե, անհադիմը գոձե, ըհը բայց օրինակ 20 տարի, 25 տարի վեր տակավի նոր կսկսի իրեն աշխատանքը միտքս հասկացար, ըհը այսինքն կսկսի ըհը օծումը աշխատել իր կյանքի մեջ, հրաշքները, բժշկությունները, Մտավիճի ըհը բարակ անոր համար է որ գսեմ 15 տարի ինչպես բահեց եւ ինչ հրավ։ Սավուղին հետ օրինակ որ Բողոս Հարաքյալ դարձավ ի վերջո Սողոսի ներողություն հետո Բողոս Հարաքյալ դարձավ ինքնալ գսե մի քանի տարի ինքը Աստուծո հետ անցուց անաբադի մեջ անգերտ բայց գտեսնես արդեն ծառայությունն ալ հետո ամիջավես սկսավ իրը Ա, բայց այսպես եմ ու նգարակիրդ գորոշե կամ պետք է համապատասխանի այն օծության որ քու կյանքիդ մեջ պիտի աշխատի որովհետև գրնաս թուն քեզ թուն ավելի վնաս բերել եթե քու նգարակիրդ պետք է ացեո գերդված չէ կամ պատրաստ չէ եւ այդպիսի օծությունը սկսի հոսիլ քու կյանքովդ թուն գնաս ավելի վնաս բերել որովհետև փամենը թուն քու բարգևներով դերմը հասնիս եւ նգարակիրդ գերդված չէ եւ ավելի ը, կամ քեզի մեջտեղ պիտի ցկե ադիգա ի վերջո մենք Աստուծո ներկայացուցիչները պիտի լանք հետեւաբար նգարակիրն ալ փամը չէ որ վարգանական մայքրոյվի մեջ կնաստեն մեկ վարգանվա մեջ նգարակիրը գերդվի նգարակիրը գերդվիլը Քրիստոսի նմանիլը ջզմվիլը գրագե անցնիլը ներ ջամփայ դեր Հիսուսը Եվ շատեր ինչպես։ գանչված են քիչերը ընդրված են հետեւաբար ներ ջամփայ է եւ այդ ներ ջամփային պիտի անցնիս նե շատ բաներ որ դու գսիրես հետը դանիլ Դիչի գարենաս այդ ներ ջամփային ներս անցնել որովհետեւ ները ջամփան պիտի ստիգի սալոնք երև ցկել նգարակիրը պիտի կերդվի նգարակիր պիտի խարդոցվի ոսկին գմակրվի գրագի մեջ ատամանտը գիշինվի զորավոր ջնշումի եւ անդակության մեջ ատամանտ կլա հետեւաբար պետք է որ գամ ու գեցեմանի բարդեզետ պիտի անցնիս որում մեջ պիտի ջզմվիս եւ այդ ջզմվիլը անց ուրալանն է եւ Աստուծո գամքին լման ենթարկվիլն է որովհետեւ ի վերջո Աստված գուզե որ դու դառնաս հեզ մեկը եւ հեզը սել է մեկը որում վրա ինքը գրնա հեծնալ եւ քեզի ուղղե ինչպես ինք կուզե եւ հանգարց թունք ու գամքով այդ բամը չնես
դե Հիսուս տավ ինձ նմանեցեք, ես հեզ եմ եւ խոնար, ինձ մեզ սորվեցեք ասավ։ Հեզը լալս եներ հիմնական է, որովհետեւ ցուն գրնաս գադղած ցիլալ, մեկը վրա չի գրնար նստիլ, մեկը չի գրնար քեզի ուղել, եւ գրնաս ցուն հեզ ցի դառնալ, որ գերդված է, վրան գրնա թակավորը նստիլ եւ գրնա իրեն ուղել, ինչպես որ ինք կուզե, ոչ թե ինչպես ցուն կուզես։ Ճիշտ այդ բաժարով է որ դեսնես Տեր Հիսուս կսե այս կավաթը ինձ մե երացուր, բայց իմ ոչ թե իմ կամքս թողլա, հավա քու կամքը թողլա։ Ատքան ջզմված էր Հիսուս գնամսել չագերդյալ ջզմված ասած որ նկարակիրը գերդված էր գսե սուրբոքին եւ որ վրան իջավ վրան մնաց Հովանու ավետարանի մեջ որով հանգիստը կդավ սուրբոքին մեկն էր որուն գիտեր հայրը ինչպես պիտի ուղղե որով Եսուս կսե ես չեմ ներ ինչ որ ես գուզեմ գտե ես գնեմ ինչ որ գտեսեմ հայրը գնե եւ գխոսիմ ինչ որ հայրը գզե խոսիլ անոնք գխոսիմ գսե իմ հացս է որ գամ կնել ադի իմ հացս ես ադորմով գաբրիմ իմ գերագուրը սադ է սին Հիսուս լման ուրացած իր գամքը չէ հավա հոր գամքին համար գաբրեր եւ այսպես համարներ շատ կա Տեր Հիսուս կխոսի հետեւաբար գրնա որ երևի կարգմա անցերու կյանքի մեջ ամիջապես օծությունը արդեն սկսավ աշխատել եւ նույն ադենա գրնաս տեսնել որ դարիներու ընթացքին հետը գաջի մեկուն կյանքի մեջ ըստ իր մդերմության Աստուծո հետ նորեն գուքա իդ մդերմության Աստուծո հետ կմդերմություն պիտ որոշե the level այդ մագարտ կամ այդ հանգրվանով որ դու պիտի ծարայես Աստուծո որով գրնաս տուն օծություն ունենալ եթե հաշվենք այդպես չլա եւ դու սկսես ամիջապես մեծամեծ գործերն պես նկարակիրդ կերդված չէ դու Աստծո անունը սեր պիտի անես եւ ադի պիտի ճուզես լալ ոչ տուն ոչ ալ Աստված պիտի ուզե այդ մեկը լա որով իր անուն սուրբ է իր անունը պիտի սրբափանվի անշուշտ Աստված գիտե մեր թերությունները մեր դգարությունները հանգած մեկը սա Հիսուս ամիջապես չեն գլար որ Հիսուս բայց բոլորս այդ ճանապարհին վրա ենք Հիսուսին նմանելու այսինքն մեկս գադարյալ չենք բայց գադարելության ջամփուն վրա ենք դի գադարյալին գերտան գերդվինք օր парքը парք հավատքի հավատ եւ եթե դգարություններ ունիմ թերություններ ունիմ Սուրբ ոգին ադոր համար եղա գա իմ կյանքիս մեջ մխիթարիչը որ ինձ մխիթարե ինձ զորացնե ինձ օգնե թշնամին թեմ գրվի իր օգնությամբ գրվիմ հետևաբար թերություն ունիմ ես ամենալավ բանը որ գրնամ մնել ձունգի կալ Աստուծո արչև իմ մենիկ բահերուս մեջ վարակիրին եդևի կյանքը այսինքն ոչ մարդոց արչևի կյանքը վարակիրի եդևի կյանքը Աստուծո արչև ձունգի կամ ասեմ դերաս գեդին մեջ կս խոստովանի ես թերի է ասգեդին մեջ ինձ օգնե ես Սուրբ ոգին ամենակեեցիկ ամենախարի ամենամդերիմ ամենալավ ասեմ բարեկամն է մոդիկ բարեկամը դե եւ Աստվածը դե նինադեն որ քեզի պիտի մխիթարել բարը ասել է զորացնել մխիթարել ասել չէ շոյել մեգումը կամ Ama միլարսել գիտար մեգումը մենք շատ անգամ մխիթարել ադես կասկան բայց իսկական մխիթարել բարը ասել է մեգումը զորացնել ոնաշարը զորացնել եւ ոտքի անել եւ իմ կյանքից մեջ շատ թերություններ կա գդրվեցա ոչ թե իմ կարողությանս բաժարով փնավ Ոյ մեկ բանով չեմ ունա կրեդի առնել եւ ասել որ ասի ես էլի բնավ ամեն ինչ որ իմ կյանքից մեջ գդրված է շնորհի Սուրբ ոգին որ իմ կյանքից մեջ ինք աշխատեցավ եւ ամեն ի կրեդին իրեն գերտա ամեն փառք իրեն գերտա ինձ մեկա չի կար եւ ամեն անգամ որ իր ներկայացան մեջ մտնեի ինչ ալտերություն ունենայի վարգյանական գդրվեր որովհետեւ այն վարգանին որ ինք խոսելու սկսի եւ ոզությունը սկսի աշխատի վարգանին վրա այդ կգդրի չի մնար այլևս ադի վրա կթոթվե, կթոթափի ամեն ինչ կու վրա այդ կգդրվի։ Եվ շատ կեցիր ես, ադոր համար ինչ կսկաս, ճիշտ ադվարգանին, որ նկը խոստովանիս եւ օծումը վրաս կակսես, ինչ կսկաս, ատ կուզեմ, որ կեզ լսողները այդ փորձառությունը ունենան, դերևս ունեցած են, բայց չեն անդրադարձած։ so սենք եւ որ իմ բարակայից եւ որ թերություններից մոլություններ ունեցած եմ կամ փորձություններու ենթարկված եմ, որ քու մարմնավորը գուզե այդ փորձություններուն ենթարկվիլ, հետևիլ Եվ գարձես կոնտրոլ չունիս, ղեգը չունիս եւ մարմինը դեղը գերտագոր որ հոգիդ հոժար չէ եւ գիտես ադիվեք չեն կամ մեղք է, ասենք գիտես մեղք է։ Հետևաբար հաշվենք բարձորինագի համար ես սուտ գուզեմ գոր խոսի հաշվենք։ Մարմինս գուզե ադիեն է սուտ պիտի խոսի մարմինս։
Բայց իմ հոգիս եւ Սուրբ Հոգին միջոցով իմ սրտիս մեջ գայտնե որ ասիգա սխալ է ասիվի չելա եւ ես իրար անցումի մեջ եմ որով մարմինս փամը գուզե բայց հոգիս ուրիշ փամը գուզե եւ երկուք իրարու մեջ գրիվի մեջ ինգած են ամենալավակույն բանը որ գնաս նեն այդ վարգանին ձունգի կալասուզա ներկայացան մեջ մտնել է որովհետեւ դունք ուժովը դետե կգազես պիտի գարենաս ադոր հաղթել գամքիդ պիտի վստահիս, այսինքն ազոզովի չի վստահիս, գամքիդ պիտի վստահիս, դու պիտինաս, որով մարմնավորով կփորձես որ գրվիլ, անիմը թեմ, որ միան աստուծո զորությունով կգրվի քո կյանքիդ մեջ։ Հետևաբար բիցակիս իր քիրգը, բիդերտաս իր ներկայության մեջ, փորձառություններ շատ ունիմ, որուն այն վարյանին, որ զորության զորավոր փորձություն եկած էին վրաս եւ իմ մարմնավորս համոգուզեն էլ վարյանին զունգի եկած եմ աստուծո արջև, ուր որա գտնված եմ որով ասի ասված ինձ մեկ անգամ ասած է փորձութենեն առաջ փորձության ժամանակ փորձութենեն նույնիսկ հետո ինալետ հետոյալ եթե ասենք ինգար միշտ իմ կովս կուկաս ինձ ասած է եւ ես այդ ստրատեգիով կալած եմ Սկիզբը ինձ համար դարօրինակ էր գսե ինչու համար փորձու գասկնամ փորձութենեն առաջ գասկնամ փորձության ադեմ պես ինչու փորձութենեն հետո է պիտի կամ որով երես պիտի չունենամ քու արջևդ կալու ինչպես Աթամ եւ Եվա ամծան է որ մեղ գործեցին Հետևաբար Աստված ինձ հիսավ գնես ադիգա եւ շատ օրեր եղած է որ աս երեք հանգրվաններու մեջ ա գտնված եմ եւ Աստծո արջե ձունգի եկած եմ եւ ի վերջո նկատած եմ Աստծո ներկայության մեջ է որ քու մարմնավորիդ ուժը կգդրվի եւ այլևս հոգիդ կսկսի դիրել եւ գտեսնես որ թուն հոգեվոր ողնաշարը զորացած է եւ որ դուրս ցելես արորիայիդ մեջ այն բաները որ քեզի գնեղեին կամ փորձության կենթարկեին առաջ հիմա այլևս ցայն չունի եւ հոն կնկատես որ Աստված ինչ կնե եւ որ թուն իր ներկայության մեջ կմտնես գազես Աստված կորձողություն կնե եւ քեզի ներսեն գզինե եւ գշինե քեզ Տուն այլևս յետս է գփոխվիս, գերբարանափոխվիս, այն բաները, որ քեզի կքաշեին առած ցանկություններ ունեի, քեզի կքաշեին այլևս ցայն չեն ունեն քո վրա, որովհետև Աստված սիրտը փոխեր է, անցդ փոխեր է, մեջդ փոխեր է, ներքին անցդ զորացած է, ինքնության մեջ բարձրացած ես, հիմա այլևս ադում քո վրա ցայն չեն ունենալու։ Եվ ճիշտ այսպես բարձ օրինակ մը դալու համար, որ հիմա մի կսեգա ծառայության մեջ էինք սիդարիներ առաջ եւ մեծ ծառայություն էր ասիգա եւ ես կկառավարեի ամբողջ ծառայությունը եւ մեգումը փամը վստահած էի եւ ասիգա առաջնորդները մեկն էր եկեցի իմ մեջ են եւ վերջին վարյանին հանգարց ինձ իսավ որ ես չեմ ներգր ասիգա պիտի չնեմ ասիգա եւ մեջս փարգություն արտնցավ վարյանին եւ հնագան Դավիթ ինչ պիտներ պիտ փարգանար պիտի խոսեր հետը պիտի սիրտը բարբեր բայց փամը դիչի շահեին գաբեսնելով փարգությունը դեղին չէր Ադվարյանին։ Դեպաբար անմիջապես գիտնալով ռազմավարությունս աստուծո դված ռազմավարությունը կացի փաղնիկ ուրիշ դեր չունեի անդեր կացի փաղնիկ անդեր ձունգի եկա աստուծո ներկայության մեջ մտա սիրս լման փոխեց ես փարգացած մտա դուրս էլա սերով եւ մարդուն հնավ փամը չպատասխանեցի եւ որ փարգացած էի աղոտքեն դուրս էլ աստուծո ներկայութենեն դուրս էլ այն ադեմ պատասխանեցի էսի փնամի մտակիր ես տեքեր գնեմսի այսպես ամենասիրով իրեն պատասխանեցի եւ ես տեքերերի եւ ասի ամեն փորձեր քնություն էր նին ադենալ աստված իմ սիրտս կքներ որովհետեւ եւ ասոր նման ինչ մոլություն ուզես քինեմոլը լաս ուզես բորնիգը լաս ուզես ինչ ուզես եղիր թմբրեցուցիչ կորզազողը լալ մի քիչ զարեն ինչ կանցնի աս արերին դա կորգա մարդուս կյանքի մեջ ցանկությունները եւ փորձությունները Բունք ու կարողությունով չես կնարգդրել աստուծո ներկայության մեջ կմտնես աստված ասպես գիշեմ մեկը Դավիթ կսեր ադիջակներուս մեջ որ մարմինս գթողա նույնիսկ որով մարմինս փամը գուզենել եւ ատքան ցանցը փորձության մեջ եմ կամ ցանկության մեջ եմ եւ որ ազոն ներկայության մեջ են իր ցայնը արցակած է մեկը Դավիթ ասած է ինձի եգրաշարժի վես կլայ գալիս ես չեմ այդ անցայլս անդեն դուրս կելեմ Ես չեմ, գազես ես չէի այդ փորձության մեջ եղողը, որովհետև իր ցայնն է, իր ներկայությունն է, որ խաղաղություն կբերե, որտեղ որ Սուրբ Օքին այնտեղ ազատություն կա։ Դու գուզես Սուրբ Օքին ներկայության մեջ լալ, որովհետեւ ազատությունը վայելես։ Գիտար։ So ասե ամեն թիվ մեկ ռազմավարությունը ասե, թե ոչ դու բինաս մարդկային ցևերու եւ ես հազար տեսակ ռեսերչներ ռազեմ եւ շատ ցևեր ունեի, վանուսը մեկը չհաճած Միան աստուծո հետ քու քալելը դե
որ քեզի փառք կդանի Ամեն։ եւ հավատ կդանի միայն Ոսպիտի ուրիշ հարցնեմ, սրճումից։ որ Փարք Աստծո քո հավատքիդ համար, բայց դե պատահած որ եկած ես Տերոջը ներկայացա մեջ խոստովանած ես, բայց դեր քու վրա ասենք կանցուշ կախյալ ամենաբզդիկ մեղք ամենամեծ մեղքը նույնն է թադաբարդության հոգի ունեցած ես ինքսինքդ վրա ամեն անգամ որ եկած ես ամեն անգամ վարգենական ինքսինքդ գրծած ես ներել Հա, ասի ավոր հարցում է, որովհետեւ նախ վայր թադաբարդությունը Աստծո մեջ չի կար, թադաբարդությունը թշնամի են գուկա, տուն քեզի գտադաբարդես ապես, որովհետեւ տուն ասաշխարի մեջ համակարգի մեջ մեծած ես, որ տուն քեզի գտադես ըստ կուրած կորձիտ։ Հետևաբար, եթե ես ասենք փողցա, ես եղա փող, ես ինձ ապես կթադեմ։ Քանի բաժված ենք, ապես մեծած ենք, եթե ես սուտ խոսեցա, ես դարձա սդախոս, իննատերապար, եւ ես ինձ կսկսեմ թադել, բայց Աստված ապես չի նայի քեզի, եւ որ մոդենաս Աստծո, Աստված եւ քեզի նայի կդեսնի քեզի սուրբ, անարատ մաքուր բիցես նեղա Աստծո գլամը այդպես։ Այո գլա, որովհետեւ եթե տուն Հիսուսին գավադաս եւ նվիրազես քու կյանքը դիրեն եւ փրկված ես տուն, Հիսուսի հետևորդ ես, Հիսուս մեջդ գաբրի։ Այլևս Աստված քեզի չի նայր ըստ քու ուրած կորձերուդ, Աստված քեզի կնայի ըստ Հիսուսին ուրած կորձերուն։ Ասիգա ասել չէ, որ ես հիմա ուզածից պես կնամ մեղք գործել, հնավ, ասիգա Պողոս առաքյալը գսե Հռոմեացիս նամակի մեջը, հիմա որ մենք մեղքեմ մերան ուրեմն մեղք գործեմ, բայց եթե տուն արդեն Աստծո սիրահարված ես եւ իր հետևեն գվազես եւ իր հետը գնստից տուն պիտի ճուզես մեղք գործել արդեն։ Ու սիրտդ ադի չի փնդրեր որ արդեն, եթե սիրտդ կփնդրե որ մեղք գործել, անգախ եւ սիրտդ չսկարբ եւ որ դու մեղք կգործես, ոնց արդեն սխալ բան մը գա Աստուծո հետ քո հարաբերության մեջ, որովհետեւ Սուրբ Օգին հբումը չես սկարբը, որ չես սկարբը սիրտդ խիղճդ գարձրացել է, որ այլևս չես սկարբը, ասիգա մեղք կլալը, սիրտդ խնդիրի մեջ է։ Բայց եթե բարձ բնական Աստուծո սիրահարված հավատացյալի մասին կխոսենք, որ չի փնդրեր մեղք գործել, բայց գինա սխալի մեջ, ամենալավագույն բանը որ գնացնել Աստծո ցերկերուն վազելն է, որովհետև ինքն է որ քեզի գահացնում, եւ ինքը քեզի պիտի չնայի այդ աչքով, որ մենք մեզի շալ անգամ գնային կամ սատանան մեր վրա գահարցակի այդ միտքերով, Աստված քեզի գնայի, որովհետև քեզի նայելով քեզի կդեսնե, քու մեջդ կդեսնե Տեր Հիսուս, արյունը կդեսնե։ Եվ Աստված քեզի գտադե ըստ Հիսուսի իրաց գործերին։ Անամագսե որքան էլ աղդոդը լասկովս է, որ ես քեզի կմաքրեմ։ Դու չես նարթուն քեզի մաքրել։ Եվ դու քեզի տադաբարդելով, դու քեզի ձեձելով օգուտ չունի, որովհետև ոչ արջև կացիր, միան ավելի յետև կացիր իրականության մեջ, դու քեզի ավելի քեդինը կսեցիր, մեկ խոսքով։ Աստծո ներկայությունն է, կամ Աստված է, որ միան քեզի կնամակրել, ինքն է փրկիչը, դու չես փրկիչը։ ճիշտ Ինքն է քո փրկողդ, ինքն է քո ազատարարդ։ Դու չես ադի։ Ցար այ Աստծո գիտի երտաս։ Ես շատ երդասարտներ կան անտիբազ են, որոնք ոչ միան երդասարտ, մեծեր, բզդիկներ, որ ինձ ասած են ես նախ կյանքը շտկեմ, անգե այդ կասուզո գուքամ։ Բայց ես իրենց կսեմ միշտ, դու չես կնան քու կյանքը շտկել եւ որ մնա պիտի չգրնաս քու կյանքը շտկել դուն։ Սենտիրը հոն է արդեն։ Միան Աստված գնա քու կյանքը շտկել։ Գնա իր ցերկերում մեծ սատկեր։ Եվ ես առաջին փորձառությունը, որ ազգերի մեջ ունեցած եմ, այն է ես մեղ կործեցի, ասիկա 2 տարի հավատացյալ էի, թե 2 տարեկան էի Հիսուսով։ So մեղ կործեցի, դիտմամբ մեղ կործեցի, ձեռագրված մեղ կործեցի, այսինքն բադահմամ չէր։ Եվ ես մեղ կործել ես ետ կլալու սկսա, շատ քեշ սկացի, ես ինձ դադարդելու սկսա, լուրջ գարձեցի Աստված իր ցերկերը լվաց իմ վրա, ես վերջացավ։ Գամ սկացի գարձես Հիսուսին ետ խաչը ուզեցի հանել, կամ իր ելած խաչը բարձրանալը արհամարեցի, կամ նույնիսկ մեկ խոսքով իր երեսին ես տքեցի, ուղղակի ադանգ սկացի։ Եվ ասի ամեն թշնամին աններին վրաս եւ գիշեմ այդադեն Աստված ձեզ կխոսեր նույնիսկ եւ գարձեցի Աստված այլևս ես չի խոսի լեզունով բարգեւի ինձ ցերկես պիտի առնե գայցի ցերկերը լված վրա ես եւ վերցուց բայց ինչ ես աս վիճակի մեջն եմ եւ գուլամ հադաբարդված գուլամ ոչ թե աբաշխարության լաց ապա հադաբարդված լաց սուփոքինս խոսեցավ ասավ լավն է ինչ ծավնի ասավ
Պետրոսը ինձ երեք անգամ ուրացավ, բայց ես իրեն համար աղոթեցի։ Wow. Մ, Եվ ինձ ասպես գազես մեկը բաղ ջուր վրա ստապեց վարգանական եւ նման շոկ եղա ինչ է ասիգա ինչպես ասի սուրբ ոգի ինչպես է դսկու խոսիս դեր ես մ, քեզի այսպեսրի ինչու դեր է դսկու խոսիս բեք չէ դս խոսիս բեք է ինձի բաջես պետք է ասեմ եւ հոն ինձի բացած սավ թուն քեզի գնայիս կամ գարժևորես ըստ քու ըրած կորձիտ ինչ որ քիչ աչքսեի եթե այ, կողցա ուրեմն կողեմ ուրեմն պետք է փանդ երթամ կեսար պետք է թադաբարդվիմ բայց սավ եւ ես քեզի նայեմ սավ Հիսուս կդեսնեմ մաքուր սուր ամպից եւ բոնդեմ պիտի սկսես եւ որ ծառը ջանչնա որ ինք բարի ծառ է բարի բդուղ կսկսի ելնել մ, եւ ծառը հավատա որ ինք չար ծառ է իր մե բարի բդուղ պիտի չելնե անոմա թուն նախ պիտի ջանչնաս որ թուն արդար ես Քրիստոսով արդարացած ես մաքրված ես սուրբ ես բոնդեմ պիտի սկսես ապրիլ ու ինքնություն ջանչնալով փոխանակ ես չար եմ ես քեշ եմ ես վատ եմ ես ասմեղ կունիմ ես ամեղ կունիմ մ, Արդեն տուն քեզի չես կնար մաքրել Հիսուսի ցերկրին փով կնա ինքն է քու բրգիչը գիտեմ ուրիշ դեղեր կացինք այո, ես, ուզությունեմ քիչ այո, անցան ետ բայց պիտի եւ կամ այնպես գսկամ որ անդրադարձած կարեւոր կարևոր են ճիշտ, հավանաբար մեկը պետք ուներ ասիգա լսելու այո, անպայման, լավ արի դեր անպայման, ասիգա անպայման, ուրեմն բարձրապես կհասկանանք, որ դերը մաքուր անոթներ կփնտրե, որովհետև ինչ որ իր օծումը պիտի տա, պիտի վստահի այդ անոթին եւ այդ անձը իր նկարակիրը պիտի շինվի, բնավորությունը պիտի շինվի, ասենք թե պիտի ծևավորվի, ասենք դες ծարի պես դերևները մաքրվի, որովհետեւ դերը իրեն կորցած է, որ ինք մաքուր անոթը լա եւ իր կորձը սխալ ծևով մեղքերու մեջ չլա։ եւ ոս Այսօր մեկա գնամ փամ ավեցնել ասեմ բզիկ անշուշտ, փամ ավեցնեմ անշուշտ, քունը գարակիրդ կերդվիլը Աստված այնպես մի չէ որ գեցած է երկինքի եւ գնայի գոր եթե տուն չար հա, գեցար քեզի կավազանով իծարնե երկինքեն բզգենքն է ադես կսային մեզի երկինքեն կարվի դիդա ղրգե Աստված եւ գվախնայինք ադես չէ Աստված գիտնալով ու թերություններ գագնգալե որ կովը երթաս եւ մաքրե քեզի հետեւաբար օծությունը որ պիտի ավելնակ ու կյանքիդ մեջ ըսկու նկարակիրի դալ կամ աստուծո է դավելի իշի դագը մդերնության հետ գավված չէ Գամա երբ տուն սիրահարված ես արդեն Աստուծո տուն պիտի ուզես փոխվել գնամում ինքս բարձել տուն պիտի այո, ուզես փոխվել Հիսուսին նմանիլ եւ եթե ադոր ամբես մեջը որ աման ես պետք է իմ նկարակիրս գերդեմա որպեսի ասիալա նո արդեն զուրը սկսան բախմությունը եթե այո, ես Աստուծո սիրահարված եմ եւ ես մդերմություն կփնտրեմ իր հետը ես պիտի ուզեմ իրեն նմանիլ ինչպես ովևէ զավակ գուզե իր հորը նմանիլ կամ իր մորը նմանիլ որովհետև գսիրե իրենց ուզեմ ես բաբայիս պես լալ օրինակ գեցար ճիշտ ինպես է որը այո, թուն պիտի ուզես մոդելմանալ պիտի ուզես իրեն նմանել եւ ինքն ապերապար կու նկարակիրդ պիտի գերդվի աճամ ընթացքին իսկ հալով է դե պիտի խոսենք ոզումին հոգևոր իշխանության մեջ։ Հոգևոր իշխանությունը ինչպես կրնա կործածել եւ գուզեմ բարձրապես միտքս ավելի հայտնի ենել Հովանու 14-12-ին մեջ երբ որ Հիսուս իր աշակերտներուն հսավ ես կերթամ եւ դուք ինձ մե ավելի մեծ կորձեր բիդինեք ինձ մե ավելի բիդինեք քանի որ ես աշխարհի մեջ եմ բայց դուք հոսեք ուրեմն ուրենս դվավ հոգևոր իշխանությունը չէ ըհը ինչու համար այսօր կամ ինչու համար չէ այսօր մեր այս օրերուն մեջ նույնად հրաշքները կկատարվին ինչու մարդիկ այո նույնիսկ որ կատարվին դասկած ունին եւ գսեն չէ ասիգա թևերն է ասոնք սուդեն ասոնք խապեփայ են քիչնալ իրավունք ունին որտեղ ամեն տեսակ ցևով կկործածվին ասոնք բայց ինչպես կրնաս բացատրել այո գա կայտաղությունները գա այո սխալը գա ասեմ գերձը եւ գա իրականը Ա, ին- ինչպես կգիտնաս եթե դրամը գերձ է կամ շիդագ է ինչպես կգիտնաս եթե ոչ թե սորվելով ամեն գեղձ դրամները քեզի կսորվեցնեն շիդակ դրամը ըհը, Երբ դու շիդակ ճշմարիտ դրամը սորվիս հասկնաս ինչ է գեղձը այն վարգանին որ ցերկդ կամիջավես կգիտնաս ասի գեղձ է անորոմար երբ շիդագը սկսի ելալ ատկան ինձինքը լույսի պես կփայլի որ գեղձերուն վրա ամեն կկոցե արդեն ինքնաբերաբար Սեդևապար ես կթելաթրեմ որ բդուղները թադես մարտիկ կփրկվին գոր մարտիկ կբժշկվին գոր
մարդիկ կազատագրվին գոր։ Բդուղները պիտի տադես, եւ բդուղները նաև իր նկարակիրին կամ եկեղեցվո նկարակիրին է դակված է, սուրբ ոգին բդուղներուն է կապված է, որ սերն է, ռուրկալությունն է, self control եւ այլն, մյուս բդուղները կան իրենց մեջ։ Միտնայից բդուղներուն թուն գրնաչի հավնիս ցևը եւ գրնա գոչես ասիգա թիվային է, բայց մեկը բդուղն է իր։ Դեր Հիսուս սավ եթե իմ խոսքերս չեք հավատար, որ քոնե իմ կորձերուս նայեցեք սավ, եւ ադոր համացայն թադեցեք ինձի։ Եվ Հիսուսին գահալաձեն գոր, որովհետև շաբաթ օրը բժշկեց մարդոց։ Եվ Հիսուս սավ հիմա դուք նստեր եք կթադեք գոր շաբաթ օրը բժշկ եւ որ գտեսնոս որ այս մարդը հիվանդ է այստեղ բժշկությունը ներս աս բարի կորձը ներս հիմա սխալ մի եղավ։ Քանի արիտներով այսպես եղած է։ So շատ մարդիկ գկայտաղվին շատ անգամ ցևին պատճառով, որովհետև ցևը իրենց համար շատ հաճելի չէ։ Եվ շատ բաներով իրենք նախաբաշարումներ ունին, օրինակ աչեն ցախեն բաներ լսած են եւ կամ փամը դեսած որ ինքը վախցեր է անգե առանց հասկնա ինչ կանցնի գտարնա եւ ավտոմատ մեկ են լսած են որ ասի թիվային է։ Սին եթե Հիսուսին համար ասին է թիվային ուժերով դու ծառայություն կնես կամ կբժշկես մարդկանց, ալուր մնաց բարձ մարդը Հիսուսին հետևորդը, Հիսուսը եթե ինձերին ցեզիալ բիտնեն, բայց սա թադեցեք բդուղները։ Եթե գուզես գիտնալ իսկապես մեգա Աստուծո հետևորդն է կամ Աստուծո մարդն է, նայր եթե Աստուծո գփարավոր է, նայր եթե ասնշանները կան, մարդիկ կազատագրվին գոր, մարդիկ կփրկվին գոր, մարդիկ կբժշկվին գոր, անկախ եթե դու գահավնի սիրծևը կամ ոչ, եթե օծությունը աս մարդուն կյանքով գաշխատի գոր, եւ մարդիկ կազատագրվին գոր Հիսուսի հետ կհաշտվին գոր եւ իրենց կյանքը լրիվ կփոխվի գոր եւ հիմա Հիսուսի հետևորդներ կդառնան գոր, դա ինչ կփնտրես կրոնի ավել։ Ես կթելաթրեմ որ ավելի խորուն գերտաս, ես կթելաթրեմ որ չի մտնես նյութերու մեջ, ըսի սավ նյութերու մեջ եւ թուն քեզի լեցնես սխալ բաներով շիդագներուն կովը կնա, շիդագը դես, շիդագը օրինակը ունեցիր, անադեն գերձը շատ հստակ կերվի աչքիդ։ Եվ այլևս չես դարվիր, ասիգա շիդագը ադիգա սխալ է, թուն շիդագը գճանչնաս, շիդագը գսորվի, շիդագը գնես, եւ հալելույա քու ցերկոդ մարդիկ կսկսին ապաշխարել եւ Հիսուսի ճանչնան եւ Հիսուսի անունը կսկսի փառավորվի։ Եվ ինքնաբերաբար արդեն կդեսնես մյուս կողմեն, անոնք որոնք կհալածեն գոր կամ այս կնան գնեն գոր իրականության մեջ աչք չեն երթագում, միան վնաս կբերեն գոր, Աստուծո անունը գավրեն գոր իրականության մեջ, իրենք կգարձեն Աստուծո համար favor մը գնեն գոր գարձես։ Բայց Հիսուս ամեն խոսքը սա ցեզի պիտի հալածեն, շատերը պիտի սպանեն եւ պիտի գարձեն որ Աստուծո համար favor մը գնեն գոր, Աստուծո անունով պիտի սա ադես։ Հետեւաբար դու մինա իր ադեսի բաներուն, եթե իրականը գա, գամասանքսեմ, եթե գեղձը գա, ուրեմն իրականը գա։ Okay? So tun իրականին յետևը իրականը փնտրեցուն։ Ու սիրտդ ադոր յետևեն դարձու որով իրականը գա։ Եթե թուն գավադաս Հիսուս Քրիստոսի եւ սիրտդ նվիրած ես Հիսուսի, Հիսուս իրականն էր։ Եվ Հիսուս չսավ ասիգա գեցավ, մարդը սավ ասիգա գեցավ, բայց Հիսուս չսավ ասիգա գեցավ։ Գիշտ բաժարով է որ դեր Հիսուս նախքան ծերփակալվել եւ երթար on եկա ժամանակ անցուց աշակերտներուն յետը եւ իրենց սա նայեցեք ես պիտի հիմա բռնեն ինձի, պիտի սպանեն ինձի, պիտի մերցնեն ինձի։ Աշակերտները ինչ ան դխրեցան։ Էփոխանակ աշակերտները Հիսուսին մխիթարեն, Հիսուս սկսավ իրենց մխիթարել եւ իրենց ոտքի սկսավ անել։ Լսավ նայեցեք մի գարձեք որ իմ երթալովս ամեն ինչ պիտի վերջանա։ Ընդհակառակը սա դուք պիտնեք այն կորձերը որ ես էի եւ անգեալ ավելի պիտի ինեք։ Այսինքն կորձը պիտի գնա։ Ընդհակառակը կորձը պիտի շատնա, պիտի ավելնա։ Եվ Հիսուսի օրերուն Հիսուս մեկ անցեր ֆիզիկապես անցեր Հիսուսի օրերուն եւ Սուրբ ոգին հետներ Սուրբ ոգիով գծարայր եւ ուր որ երթար հիվանդները կբժշկեր եւ գազադակրել մարդիկը եւ ավետարան կարոզեր, բայց Հիսուսի երթալով հիմա Սուրբ ոգին արձակվեցավ։ Եվ հիմա ամեն մարդ Հիսուսի մեջ ունի։ Եվ հիմա ամեն մարդ նույն գոչում ունի, որ աշխարհը երթա, ավետարանը կարոզե, հիվանդները բժշկե, նոր լեզուներով խոսի, ոյ վետունավոր փախմե կամ բիլիչիվն սեյրեն եւ ցեք պիտն բժշկվի գսե չէ Մարգոս 16-ի մեջ դեր Հիսուսը կասե կամ ոչ աշխարհ եւ աշակերտ դարձրեք մեզին գոչում դվավ ինչ որ աշակերտներուն դվավ եւ աշակերտներով աշակերտներուն հասավ
Եվ այս օր գտեսնես աշխարհի 4 կողմը մարդիկ կաշխարեն, եւ Սուրբ Օքին հիմա աշխարհի 4 կողմը կաշխարի եկեղեցիի միջոցով։ Հետևաբար եւ այո, շատ ավելի քանակովս եմ շատ ավելի մեծ թիվով հրաշքներ եւ նշաններ եղած է Հիսուսի օրերեն յետքը, քան այն օրերում։ Գնամ ինքս բարձր։ Այսինքն Հիսուս իր ամբողջ առաքելությունով 3 դարվա, 3 դարվա, քանի օքի ապաշխարեց։ Հմ, Եթե մեկը նայի Հիսուսի ծառայության վիճը շատ ցախող ծառայություն էր, եւ վերջավորության ելավ խաչվեցավ, հետո ցկեց գնաց։ Բայց այդ օրը, որ Սուրբ Օքին հանգչեցավ, Պետրոս Սուրբ Օքիով լեցված ոտքի գելև կարոզի 3000 հոգի կապաշխարե։ Մեկ կարոզ 3000 հմ, հոգի ապաշխարեց։ ամեն, Եվ այսօր գտեսնես միջև այսօր նինն է։ Հրաշքները, նշանները չեկեցած սիրելիներ։ Հրաշքները, նշան ես ապաշխարեցի, որով Աստված իրական է։ Գադակ չէ, սուտ չէ, ժայր չէ, գուրկ չէ, առասպել չէ, իրական է, թե ոչ ես անգարելի է քրիստոնյա դառնայի։ Ես գնաց ստացած է անցյալ ինտերվյուին գսեի, գնաց ստացած է քրիստոնեությունից։ Բայց երբ դեսա այս ճշմարտությունը, ջանցա ճշմարտությունը, այն ադեն հասկացա, մեկը բեք չուներ ինձ իսելու, որ այդ օրինակները կամ բզդիկ դարիքիդ, որ եկեցի մեջ մեծած էր, ասոնք մեկը բեք չուներ ինձ իսելու, ես բիական ջանցա, հասկացա ինչ էին ադոնք, ամիջապես, հասկացա։ ամեն, Եվ ուղագինորեն ասեմ, հարանվանության հետ կապ չունի, գաբ ունի քու սիրտը Աստծո հետ որքան հավատարիմ է, որքան անգեղծ է, որովհետև դու գրնաս ովևէ հարանվանության պատկանիլ եւ հավատացյալ է լալ իսկապես Աստծո, ասես եմ, ես շատ մարդիկ կճանչնամ, որոնք ավետարանական են ասեմ, բայց այս որբեսի հասկանաք ասում ավետարանական են եւ աստչափ գիտեն ասենք, բայց աստչափը գաբրին իրենց հմ, կիցած են, բայց ունի ուրիշներ, որոնք ասենք արաքելական են գտնալ աստչափը գիտե եւ աստչափը նման գաբրի Աստուծո աչքին ով ավելի արդար է այստեղ։ Այսինքն հարանվանություն չէ, որ քեզ երկինք պիտի մտցնե, հարանվանության մի կապվիր, Հիսուսին բռնվիր, ամեն, որով հարանվանություն չէ, որ քեզ պիտի բրգե, Հիսուս քեզ պիտի բրգե։ Ու Հիսուսին պետք ունիս եւ Հիսուսին կորձ պիտի նես աշխարհի մեջ։ Հիսուսին նապրապար սրդիդ մեջ մտնեն, արդեն չես կնար բահել ադիգա գուզես ադիգա ամեն, փոխանցել ադիգա բաժնել։ ամեն, Եվ ադե որ օծությունը եւ որ ավենակ ու ցանկիտ մեջ հորտած կետ պիտի լավ հորտած կետ ուր պիտի դանի քեզի թարմ զովի մեջը հմ, որովհետեւ թարմացնես եւ որ դեմ որ աչուրը գերտագս է Եզեկիել 47 եթե բանակ կդեսնես ու դեմ որ գերտար աչուրը գսե անդե ցանկը ցանկ կլար ամեն, ցանկար բայց ցանկը դեկերած ցանկը չէր ասելով դե Հիսուսը ես եկա որովհետեւ ցանկ տամ եւ էլ ավելի ամեն, այլ ավելի ամեն, ցանկ ամեն, տամ Հիսուս ադիգն է քեզի ու միջոցով դա ուրիշն է եւ այս է աշխատանքը ամեն, մդերմությունը դե Աստծո հետ անգախ ուրեստուն կումը դերմություն դե Աստծո հետ որքան անգերձ ես ինչպես կմշակվի մդերմություն դե Աստծո հետ ադո վրա դու մի գեթվանաս օծությունը ինքնաբերաբար կյանքի մեջ կավեմ ամեն։ Իմ վերջին հարցումս ամբիլլա, որ Տեր Հիսուս Քրիստոս միշտ որ կփժշկեր ցերկը գտներ։ Եվ գիտես նույնիսկ օծումն ալ կարծեմ այո մենիկ բահերոտ մդերմության բահերոտ գավելնա մեջն է եւ գավելնա բայց օրինակ համար հadouk ծառայության համար adender գտեստանք որ հովիվներ կամ ասենք քույրեր եւ եղբայրներ ցերկերին վրան գտնեն հավատացյալին եւ ատանք իրեն միչնի գղրկեն ծառայության գղրկեն գուզես բզդիկ մամա ասել ամփոփելու համար այո օծությունը կփոխանցվի հիմնականորեն երկու ցևով կամ հբումով տպնալով որ impartation-ն է հբումով գլա կամ խոսքով Եթե անշուշտ զարայության պիտի օձես մեգում այո ցերկ տնելով գնեն նույնիսկ նոր գտականի մեջ կդեսենք բայց ես կխոսում որ ավելի օձությունը փոխանցումն են այո տարված որ անպայմանորեն կապված չէ միամեգումը զարայությունը ստանցնելու որևէ մեկուն եթե օձություն մի փոխանցես սե դե Հիսուս ցերկ պիտի տնեն եւ մարդებს պիտի բժշկեն Մարգոս 16-ի մեջ ասած ցերկ տնելով գլա եւ նաեւ խոսքով գլա դե Հիսուս շատերու ցերկ տնելով բժշկած է եւ շատերու էլ խոսքով բժշկած է օրինակ հայրաբեդին զավագին գամզարային հայրաբեդեսավ հայրենի ես արժանի չեմ որ իմ դունս մտնես այլ ես իշխանության դեր մարդ եմ ասավ
Ասոր գսեմ Եգուր գուկա, անոր գսեմ քնա գերտա, ես գավադամ որ ցուն իշխանության դեր մարտես, կամ Աստվածնես, հետևաբար ես գահավադամ որ քու ելած խոսքդ քու պերնետ պիտի բժշկեն զավարս։ Եվ Տեր Հիսուս զարմացավ, գսե այսպես հավատ թեր չեր դեսած ամբողջ Իսրայելի մեջ, որովհետև մարդը ակնկալությունն էր, որ առանց Հիսուսի քալով միան խոսքը արձակելով իր զավակը այնտեղ պիտի բժշկվի։ Եվ Հիսուս սավ հավաքիդ պեստոլա հրճագեց եւ այդ վարգանին արդեն բզի սո խոսքով փոխանցեց Տեր Մհմ, Հիսուս։ Ամեն։ Եվ ինքնաբերաբար եւ որ ծառայությունը մեծնա եւ սկսի հազարներով մարդիկ ունենալ, կամ ասենք աշխարհաչակ ծառայությունն իսկ պիտի չասնիս ամեն վրա ցեք տնես։ Ճիշտ։ Հետևաբար խոսքով պիտի սկսես արձակել։ Դե Մովսեսին անին էր ասված, սկիզբը իրեն ասավ որ ժայրին պիտի զարնես եւ ճուր պիտի լե, սկիզբը զարգավ, ճուրելա։ So հբումով էր ադիգա։ Հաջորդին ես ասավ որ պիտի չզարնես, պիտի ասես։ Ժայրին պիտի ասես։ Բայց ինչ հրավ Մովսես, բարգուչյան մեջ ելավ զարգավ Մհմ, ժայռը, եւ այո ճուրելավ, բայց եւ այնպես խոստացված երկիրը չմտավ։ Սո երկուքն ալգան, բայց եթե ծառայություն մեկը պիտի ստանցնվի, անշուշտ այդ գաբքին այո, գավակին երեցները, հովիվները, իշխանությունը ցերկ տնելով եւ իրենց ադես իրենց blessing-ը գտան, կարաչ իրեն գոձեն եւ ադես կղրգեն իրեն ծառայության։ Նոր գդագանի մեջ հստակ օրինակը Բողոս Հարաքյալն է եւ իր հեգը իր հետո կորզակցողը ուրեմն 10-րդ գլուխի մեջն է դե չսխալի մի որ Բառնապաս։ հավաքված էին մարգարեները բառնապաս հավաքվել էին մարգարեները եւ ուսուցիչները եւ միասին գաութեին զոմ գնային եւ բաշտամուն կմադուցեին Աստծո եւ հանգար սուրբ ոգին գողոս եւ էսե առանցնացրեք ինձ համար բառնապասն ու Բողոսը այն կորզին համար որ ես իրենց համար գանչած եմ եւ իրենք ցերկ կտնեն ալգաշարնագեն աղոթել հետո ցերկ կտնեն եւ այդպես իրենց կարծագեն զարայչան եւ շատ կարևոր է այդ մեկը, որով շատ մարդիկ կա, որոնք ծառայությունը սկսած են առանց որ իրենց վրա որևէ մեկ հովանավորությունը լա կամ ծածկոցը լա եւ ընդհանրապես ադիգա քիչ խնդիր է, որովհետեւ անոր ծածկոցի դակ չէ, իր ծածկոցը պիտի տնե եւ ադիգա atkanal հաջելի պիտի չլա ծածկոցը, որքանալ լավ թվա, եթե տուն իշխանության դակ մեկը չես, տուն ինչպես իշխանության դեր մարդ պիտի լասի վերջո։ Ինչպես հայրաբեդ ես ասավ, ես իշխանության դակ եմ, հետևաբար ես իշխանություն ունիմ, որ ադորս եմ Եգուր կա եւ ադորս եմ քնա երթա, Մհմ, եթե տուն իշխանության դակ չես, տուն իշխանություն պիտի չունենաս։ Եթե Աստված քո վրա մեկը դրած է, ասենք հովիվ դրած է, առաջնորդ կամ ծառայող դրած է քո վրա, դու չես գնար իրեն շրջանցելով, դու քո անձնական ministry դսկսիս առանց որ blessing-ը առնես այն մարդուն գամ գնոջը որ քու վրա դրած է ասված իրեն քեզի պիտի արցակեն այդ ծառայության համար որովհետեւ դու միշտ ծածկոցի դա գնաս եւ ադի քեզի համար ապահովություն է Պաշտպանություն Սաղմոս է։ 91-ի մեջ նա գտեսնես կսե Աստուծո ծածկոցին դակ քնագողը ամենակարողին հովանավորության դակ պիտի ապրի խաղաղություն պիտի ունենա հանգիստ պիտի ունենա եթե այդ ծածկոցը չի գերտում քեզի Աստուծո ծածկոցեն դուրս հանեցիր որովհետեւ դու գուզես կորփամանել առանց որ դու ուզվիս կամ օրհնությունը ստանաս կամ blessing-ը ստանաս արձակվելու ադիգա ասել է որ դու Աստուծո ծածկոցը նույնիսկ չես ուզեր որ քու վրա դեպ ադիվ դալքավոր թաշտի այլևս Աստուծո հովանավորության դակ չես ում so եթե Աստված քեզի ուղագի 0-ին բան չի անած ծառայություն չէ սկսած չէ սկսեցուցած ինչպես Մովսեսին հետևավ բիդի չելե կամ բիդի չնե այն բանը որ շատ անգամ մարդիկ կտեսնես անմիջապես գարնի միկրոֆոնի եւ դասկսի ինքը ծառայությունն էլ բայց եւ այնպես ադիգա վտանգավոր թաշտ է սոթուն միշտ նայիր Աստուծո ծածկոցին դակ մնաս եւ այդ մարդուն կամ անդնոջը որուն դակ Աստված քեզի դրած է քու հավատարմությունը եւ նվիրումը ад եկեղեցին մեջ կամ ад անցին մեջ ծառայության մեջ ասեմ Աստված քեզ մի դեսնեվի փարսասեն ինչպես Դավիթին փարսացուց անկարելի է Աստուծո աչքեն փախի եթե դու քուսիդ մաքուր բահես Աստված քեզ նույնիսկ ոչխարներուն իդեն գբերը քեզի եթե պետք է լա դրանով մի Ամեն։ քիչ Շատ ես շատ իմ վստահ։ առաջին օրերես Աստված օրը երազիս մեջ դեսա ես Աստվածաշունչը բացել եմ գկարտամ եւ գկարտայի ապտակավորած 17-րդ գլուխը եւ անդերն է ուդեր Դավիթ Գոյաթին գսպանն է գլուխում գզարն է հետեւաբար երազիս մեջ ադի գկարտամ եւ Հիսուս մոդեցավ ինձի եւ ինձ իսա որ գկարտաս Էսի ապտակավորած 17-րդ գլուխ որտեղ Դավիթ Գոյաթին գմեցն է եւ ինձ դարձավ մեկ գլուխ յետև քնա եւ այդ գլուխին վրա խոգա
Ամիջավես երազես արտնցավ վազելով կացի աստվածաշունչը բացի այդ թակավորած 16-րդ գլուխ եւ վերնակիրը դեսա արդեն ներշնչվեցավ։ Վերնակիրը գսե Դավիթ թակավոր գոձվի։ Եվ ես գարձեցի ադե նամակը Աստծո։ Ներշնչվեցա, որով քիչ այսին հբարդությունս քրքրվեցավ իրար նանչա մեջ։ Ես ինձի ուրեցա, համը գարձեցի Դավիթին, Աստված Դավիթին պիտի օձե թակավոր ինձի անունս եւ այլն ասպես գիցար։ So Ինչու՞ չէ։ հետո հիշեցի, ես դեր Հիսուս ինչու համար պիտի սե քեզի խոգա, եթե ամիջապես վերնակիրեն տուն արդեն հասկացար միտքը։ No, սի, եւ որ խոգա ասի, շատ մի ուրիր։ Եվ նստեցա խոգացի եւ ադիգա շապատներով գարտացել եմ։ Չեմ հիշել որքան երկար գարտացել եմ, բայց գարտացի, մինչեւ որ օրը Սուրբ ոգի մադը թրապե, բացվեցավ ինձի 7-րդ համարը, որում մեջ կսե Աստված չի նայեր արդակինին, Մ, ապա Աստված գնայի ներսը, ներքինն։ Ամեն։ Եվ ադի, հետևաբար, Աստված ինձի հետևյալը գուզեր գործել եւ նույնը այսօր ցեզի կփոխանցեմ։ Դավիթ օծվեցավ ոչ թե որովհետև ինքը հատուկ մեկն էր, ինքը օծվեցավ, որովհետև իր ներքին անձը պատրաստ էր։ Աստվածադի հաճելի տեսավ։ Իր եղբայրները չնդրեց, թեև շատ ավելի կարող էին, շատ ավելի ցիրքեր եւ դաղանդներ ունեին, բادرազմիկ էին, Սավուին թակավորին փանագի մեջ էին, ասոնք իրենց մեկը չնդրվեցավ, նույնիսկ քեղեցիկներն էին, բարձրաստարներն էին, եւ նույնիսկ Սամուել մարգարեն խաբվեցավ եւ որ իրենց տեսավ, սկիզբսավ ասել, եւ որ Եղիափը տեսավ իր մեծ եղբայրը, սա ասել դերոջը օձյալը։ Ամիջապես Աստված իրեն գխոզի գսե ոչ, անի չէ, դու արդակինը գնայիս, մարդը արդակինը գնայի, բայց ներսը չի տեսնել, ադիմյան Աստված կտեսնե։ Հետևաբար ամեն եղբայրները անցան մեկը չնդրվեցավ, բայց Աստված Դավիթը տեսած էր ոչխարներուն յետևը իր կյանքին մեջ օծություն եկավ։ Աստված իրեն բարձրացուց եւ ինքը դարձավ ամենալավագույն թագավորը, ու մինչեւ այսօր թեր հрьяաները կփնտրեն երկրորդ Դավիթը եւ պիտի կասելով։ Ամենալավագույն թագավորը դարձավ իր սրդին պատճառով, իր սիրտը մաքուրը լալուն պատճառով, նույնիսկ եւ արիթ ուներ Սավուղինը սպանելու քանի արիթներ ուներ։ Ցերկը չեր գարեր, սիրտը մաքուր էր, սիրտը գերդված էր։ Եվ այդքան տարիներ անցավ, ի վերջո Աստված իրեն այդ բոլոր բաներն անցուց, բայց ինքը հետը զեդե զորացավ եւ հետը զեդե հաջողություն կգտներ, եւ ի վերջո Աստված իրեն քահին վրա նստուց շիդակ ցևով եւ ամբողջ Իսրայելը իր արչեւ եկավ ձունգի։ Սկիզբը հութան էր, հետո ամբողջ Իսրայելը իր արչեւ եկավ ձունգի, որով սիրտը մաքուր բայց։ Նույնիսկ որ Սողոս, որ շատ քեշ թակավոր էր, օծությունը վրան չէր, եւ Դավիթը գիտեր, որով ինքը օծվեցավ թակավոր։ Իրեն գահալաձեր, իրեն գուզերը սպանել, հբարդեր, իր парքին յետևեն գերթար եւ շատ սխալներ ուներ վրա եթե շարես դագավին իր ցերկը չեր գարեր իր սիրտը մաքուր գբահե եւ Այո, նույնիսկ որ մերնի իրենց համար սուկ կնե եւ ամբողջ Իսրայելի երկով գուկա Աստված իրեն շիդակ ցևով կբարձրացնե եւ ոչ ինքը կդառնա ամենազոր թակավորը բայց իր փանալինը քախնիկը իր սիրտն էր ներքին անցն էր ամեն, Աստուծո հետ իր գաբն էր վարակույրին յետևը ոչխարներուն հետ եղածադենը մարդ սաղմոսներ կգրեր Բաշտամունքի կյանք ուներ իր սիրտը պատրաստ էր Աստված իրեն ոչխարներուն յետևեն կանչեց ամեն, Հետևաբար այս քումը դերմությունը Աստուծո հետ կորոշե օզությունը ինչ համագարտակի դիտել լակու կյանքիդ մեջ ասիկա իդ շեշ կտնեմ որովհետև նորեն ասեմ ֆորմուլա չէ copy paste չէ ասոր մե արնես չէ տուն Աստուծո հետ պիտի քալես որովհետեւ քեզի հազար գանկունները անցնե քեզի կու բարսադի գտա եւ քեզի օձե ավելի մեծ բաներու համար ինչպես Դավիթին ոչխարներուն յետևներ հետո իրեն թակավոր դարձուց ապոչ երգիրին թակավորը դարձուց Բադանի էր, կարևոր չէր ադիգա իրեն համար, կարևոր իր ամեն, սիրտն էր, իրեն ամեն, կործածեց մեծ կործերու համար։ Եվ որքան հալածողներ որ ուներ նույնիսկ որ իսրայելցի էին, այսինքն ասել նույնիսկ եկեղեցի մեջ են, եւ որ մարդիկ իրեն գալած էին, հաշվենք, իր եղբայրները եւ քույրերն էին իրեն հալածողները, օդար մեկը չէր, բղշտացի մեջ չէր, մովափացի չէր, իսրայելցի էր իրեն հալածողները։ Դագավինին բարձրացավ մեծավ, սիրտը մաքուր բահեց, ցերկը չեր գարեց, չզարգավ իրենց։ ամեն։ Գիտես, որովհետև միշտ մոտիկ անցերեկ ու կան եւ հոն թուրը կփանա փորձության թադելու, քննադատելու, փարգանալու եւ
երբ որ բզդիկ դուրմը կփանաս ճշնամին ավելի մուտք կգործե, բայց սիրեցի երկու օրինակները, որը սեր առաջինը երբ որ թուն փանիկ մդար եւ աղոթեցիր եւ որպեսի փարգությունը խաղաղության փոխվի եւ երկրորդ Սավուղին օրինագին մեջ ինչեր որ հրապ Դավիթին յանքին համար մարդիկ այսօր ինչեր որ գնեն մեզի բայց երբ որ զուսպ կգնանք գլարենք կհամբերենք որովհետեւ ուզենք հնազանդվել եւ այդ քեղեցիկ հանդիպումը այդ խաղաղությունը այդ սերը այդ սուրբ ոգին այդ հբումները չեն գուզեր գործընծնել որովհետեւ փորձություններում մեջ կծախողենք շատ լավ օրինակներ դվիր շատ շնորհակալ եմ այս ժամին համար իսկապես սրելի քույր եւ եղբայր վստահ եմ որ օգնվեցար եւ նոթեր ար քրե եւ աշխատիր այս նյութերուն վրա որ եթե քեզի գետակրե եւ եթե դու գուզես ոչ թե միայն բարձ ասենք basic հավատացյալ մնալ բայց դու գուզես ավելին եւ ավելին անել դերոջը համար եւ ես գահավատամ որ անձը որ Հիսուսին ուզածը կփնտրե դերոջ ուզածը կփնտրե մարդոց օգնել մարդոց աղոթել մարդոց բժշկել մարդոց քաչալերել ինչ որ adonk որոնք կուզեն անոնք են որ ավելի կփնտրեն եւ արժեքը գիտեն օծումին բայց ամենեն առաջ մդերմությունն է դեր Հիսուս Քրիստոսին հետ Աչո գուզեիր աղոթքով վերջացնել եւ Այո, անպայման։ impartնել փոխանցել օծումը բոլոր անոնք որոնք կուզեն ստանալ Ամեն։ Այո, աղոթենք։ Դեր շնորհակալ եմ ու կատարած կորզիդ համար։ Շնորհակալ եմ դեր որ դու նոր զերոյին պիտի չնես փամը դու նրիր արդեն խաչին վրա բարձրացար որ մեզի ծայր աստիճան սիրեցիր։ Մենք քեզի չի փնտրեցինք, բայց դու մեզի փնտրեցիր։ Մեզ կդար, մեզի համար վերցուցիր այն բանը, որ մենք չէինք կնար վերցնել։ Ներար գերեզման տրվեցար եւ երրորդ օրը հարություն տվիր։ Եվ այսօր, ինչպես առաջ նաև Պողոս առաքյալ գաղութեր եւ գսեր դերս գաղութեմ, որ դուք ունենաք այդ հայտնության հոգին տեսնելու համար, թե ինչ է այն զորությունը, որ ձեր մեջը կբնակի, նույն զորությունն է, որ Աստված ցույց տվավ եւ որ Տեր Հիսուսը մերելներուն հարություն տվավ։ Եվ Քրիստոսով եկեղեցի միջոցով պիտի ամփոփչանա ամեն ինչ ամենտեղ։ Հետևաբար դերս գաղութեմ իմ եղբայրներս եւ քույրերուս համար, որ գրոն բնավ մեկը չաբրի, ապա իսկապես քեզի այդ ողջ կենտանի հարաբերություն ունենա։ Իրենց կյանքերը հանդիպում ունենան քեզի հետ, ինչպես ինձի հետ էր, նույնպես ամենուն հետ։ Բոլորս մեր ղարքին քեզի հետ հանդիպում ունենանք։ Սողոս ցիեն ինգավ եւ իր կյանքը լման փոխվեցավ մեկ հանդիպումի պատճառով։ Նույնպես այս հանդիպումը այսօր վնե գրչագեմ բոլորին կյանքի մեջ իսկական այդ հանդիպումը լա եւ կյանքերը փոխվի 180%։ Որքան էլ հավատացյալը լանք, որքան էլ մենք ապաշխարած լանք, բայց ես գրչագեմ, որ քերբնական կյանքի զորության կյանքը, վկայության կյանքը ապրողներ դառնանք, որովհետեւ եկեղեցին հաստատեք ու թակավորություն երկրի վրա եւ քու գամքդ լա ինչպես որ է երկնքում նաեւ լինի երկրի վրա։ Քու անունդ փառավորվի, քու անունը սրբապանվի։ Հետևաբար ամեն արգելք թող վերցվի, ամեն գաբանք թող գոդրվի, ամեն ինչ, որ իրենց արջևը հարթ չէ, թող հարթ դառնա, որովհետեւ որևէ մեկ ձևով արգելք չհանդիսանա իրենց եւ քու միջև կապը, եւ իրենք աջին մեծնան զորանան, փառք երթալով հավատքի հավատ, եւ դառնան եկեղեցի, կենթանի վարած եկեղեցի ամեն վայրի մեջ աշխարհի 4 կողմում, որտեղ որ այս նամակը գահասնի, թող ցնցե սիրտերը, թող ջմլե սիրտերը, եւ թող բոլորս փնտրենք դեր քեզի ավելի եւ ավելի։ Դու սիրեցիր մեզ եւ մենք կսիրենք քեզ անոր փոխադարձ։ Դու մեզ նախ սիրեցիր, ադու համար քեզ կփնտրենք։ Հետևաբար դեր մենք ամբողջ սրտով բաժը ծունկի ու կանք հիմա սիրելիս։ Ես պիտի լացեմ որ ուխտնես։ Եթե գուզես այսպիսի կյանք, բաց ավետարան եւ ջանցիր, Աստուծո սերը քեզի հանդեպ սիրահարվիր իրեն, որը իր սերը եւ տեսնես դու մի սկսես սիրահարվիր իրեն։ Եվ քո կյանքը լիովին նվիրե։ Իրեն հետևեն քնա, իրեն հետևիր, իրեն հետևելով, այլելով ու կյանքիդ մեջ պիտի տեսնես ինչպես պիտի զորանա եւ աճի այդ օծությունը, որ քեզի ինքը պիտի փոխանցի արդեն։ Ասիգա ես կհրճագեմ քու վրա հիմա Հիսուսի անունով, որ գրագը հանգչի, որ գրագը հանգչի, ներսեն թուժ ժայթքի, եւ կենթանի ճուրերու աղբյուրներ դառնան ամեն մարդ, ամեն տեղ, ամեն վայրում Հիսուսի անունով, Հիսուսի անունով։
Հալելույա։ Ամեն, Ամեն։ ամեն։ Ստացիր ասկրակը, ստացիր օզումը, խնդրե Հալելույա։ դերոճմեն, մդերմության բահերատ ավելի զորացուր եւ Սուրբ ոգին հանձնվե եւ ինքը քայլ առ քայլ քեզի իր առաջնորդ է։ Շատ շնորհակալ եմ այս բահին համար։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, բարի շաբաթավերջ կմաղթեմ ցեզի։ Հիսուսի անունով ամեն։